Թուրքական կողմը շարունակում է իր ավանդական դիվանագիտական հայտնի գործելավոճը փորձել թոս փչել հայ հասարակության աչքերին, իբրև թե շահագրգռված են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Բացի այն, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, զուգահեռաբար այդ երկրի պաշտոնյաները փորձում են գործի դնել հուզական ֆոնը։ Տեղեկություններ են շրջանառում, իբրև թե թուրք բանագնաց ՔԼՉ-ի Հայաստան այցի ընթացքում որոշվել է համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Սա թուրքական կողմի խոստումների իշարականներից մեկն է։ Հիշում եք, Թուրքիան հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների ելումուտի համար։ Հիմա էլ Անիի տարբերակն են առաջ քաշել։ Եթե երկիրը նպատակ ունի, ասենք թե թեկուս այդ մշակութային կամուրջները վերականգնելու, այդ հողանեին վաղուց։ Այսքան տարի պայմանավորվել են, որ ճանապարհը կբացվի ինչ որ երրորդ երկրների ներկայացուցիչների համար։ Ուրա որևէ մեկը անցել է այդ կամուրջով, որևէ մեկը չի անցել։ Դրա նպատակը թոս փչելն է հայ հասարակությանը, ցույց տալու համար, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում հարաբերություններ հաստատի։ Կովկասի զարդը համարվող Անիի մայր տաճարում շինարարական աշխատանքներ են։ Բացի այն, որ Անիի եկեղեցիների թագուհի այս տաճարը բարբարոսների ձեռքով պղծվել ու ավերվել է, թուրքական իշխանությունները հիմա ջանք չեն խնայում հազարամյա պատմություն ունեցող հայ հոգևոր տան վրա իսլամական դրոշմը դնել։ Բայց Անիի մայր տաճարի դեպքում օրինակ դա չի հաջողվում։ Հայկական խաչերն են աղաղակում, որքան էլ չարագործի ձեռքը ձգտում է մաքրել, ջարդել, փորագրել։ Ուրա, խաչը։ Ահա խաչը։ Մյուսը։ Խաչը սրբությունա։ Մայր տաճարում աշխատող շինարարներն իմիտացիոն վերականգնողական աշխատանքներ են տանում, ինչպես հայ-թուրքական բանակցային գործընթացն է։ Այստեղ եկած հայերի հետ էլ շփման եզրեր են փնտրում։ Մենք ամեն ինչ ձեզ համար ենք անում, գոնե մի վիսկի բերեիք ձեզ հետ նվեր։ Աշխեկին հարցրեցին Սուրբ խաչը դրվելու է արդյոք Անիի մայր տաճարի գմբեթին։ Պատասխանը սպասելի էր։ Սարկազմախառը։ $200,000 տվեք, այն կհայտնվի գմբեթին։ Նույնիսկ եթե ինչ որ մի բան վերականգնում են, դա արդեն իր հայկական դիմագծից զուր կա։ Նույն ասենք թե Բագրատ Ունյաց թագավորության, ենթադրենք են մեր հայտնի առյուծը, որը խաչի մեջ էր, առյուծը կա, բայց խաչը չկա, այսինքն շրջանակը, որը խաչ էր կազմում, դա չկա։ Թուրքերը յուրաքանչյուր հայկական հիշեցնող սիմվոլը, պատկերն են տարիների ընթացքում ոչնչացնում հայկական պատմական սրբավայրերից, գերբից, անձնագրից, եկեղեցիներից ու հուշակոթողներից։ Եվ ամենացավալին ու սահմռկեցնողը պատմական հայրենիք այցելած յուրաքանչյուր հայ զբոսաշրջիկի համար թուրքերը հայկական աղավաղելով արտասահմանցի անտեղյակ զբոսաշրջիկներին դրանք իրենցն են ներկայացնում, փող աշխատում ու թուրքական բյուջեն լցնում։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Աշխարհին խաղաղության սպիտակ աղավնու դիմակով ներկայացող Ալիևը ավելացնում է Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Այդ երկրի կառավարությունն է հրապարակել 2026-ի պետբյուջեի նախագիծը, համաձայն որի գալիք տարում զինանոցի ընդհանուր գինը դարձնելու են $5 միլիարդ 120 միլիոն։ Այս տարվա թվից 3.8% ավելի։ Կոնկրետ զինված ուժերի եւ անվտանգության փողն ավելացնում են մոտ $90 միլիոն կամ 2%, հաղորդում է Ինտերֆաքսը։ Իսկ ընդհանուր առմամբ պաշտպանական գումարները կազմելու են Ադրբեջանի ամբողջ պետական բյուջեի բոլոր ծախսերի մոտ 21%-ը։ Չնայած խաղաղության պայմանագրի վերաբերյալ այս միջազգային ամբողջ այսպես կոչված շոուին, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջան հասնելու պես Ադրբեջանի իշխանության վարքագծում ստեղծվեցին արկա եղան հակասական միտումներ, որը միշտ է եղել։ Ամբողջ փորձագիտական դաշտը աղաղակում էր այդ մասին։ Նախագահ Ալիևի կողմից ռազմական բյուջեի զգալի մեծացումը եւ ագրեսիվ հռետորաբանության կիրառումը նույնիսկ ԱՄՆ բանակցություններից հետո ցույց է տալիս նշանակ, որ Բաքուն շարունակում է առաջնահերթությունը տալ ուժային քաղաքականությանը։
2020 թվականին, այսինքն այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն ուներ 22 միլիարդ դոլարի զենք։ Պատերազմի ավարտից հետո Ալիևն այս թիվը կես միլիարդով ավելացրեց, զինապահեստի ընդհանուր արժեքը դարձնելով 27 միլիարդ դոլար։ Հաջորդ 2022 թվականին արդեն 28 միլիարդ։ Հայաստանի հետ նստեցին խաղաղության պայմանագրի բանակցությունների սեղանի շուրջ, ռազմական ծախսերը դարձյալ ավելացրեց, բյուջեն դարձնելով նախ 3.3, հետո 3.7 միլիարդ դոլար։ 2025-ի համար նա իր բերանով ասաց աննախադեպ ռազմական բյուջե ունեն, մոտ 5 միլիարդ դոլար։ Հիմա այս շեմն էլ են հատում մինչև ատամների ծայրը զինվում։ Ահա հայ-ադրբեջանական խաղաղության Ալիևի պատկերացումը։ Այս մոտեցումները միանշանակ հակասում են ցանկացած տիպի խաղաղության կառուցման տրամաբանությանը։ Նա բազմիցս ընդգծում է, որ հայ ժողովուրդը պետք է ընկալվի որպես մշտական սպառնալիք սեփական ազգաբնակության համար ու չպետք է մոռանալ անցյալի չարագործությունները։ Ու նման պետության հետ խաղաղ ապրելու տրամաբանություն չի կարող լինել։ Ալիևը շեշտում է ռազմական ներուժի հզորացումը անընդհատ, ինչը լեգիտիմացնում է իրենց սպառազինությունների կուտակումը։ Քաղաքագետն էլ առաջարկում է ուշադրություն դարձնել մեր քթի տակ անցկացված զորավարժություններին։ Այսպես, այս տարվա սկզբից մինչև հունիս Ադրբեջանն իրականացրել է ավելի քան 30 համատեղ եւ անհատական զորավարժություն։ Ընդ որում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո մարտից մինչև հունիսի 26-ը ինչպես Ադրբեջանի մասնակցությամբ, այնպես էլ այդ երկրի տարածքում։ Իլհամ Ալիևը շատ լավ հասկացել է մեկ բան, որ հիմա այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում կա ամենավաճառվող ապրանքը, որը կոչվում է հակառուսականություն, ռուսաֆոբիա։ Փորձում է արևմտյան հարգարժան գործընկերներին ցույց տալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոմիությանը, որ Ադրբեջանը պատրաստ է դառնալ Ռուսաստանի դեմ այն գործիքը, որով իրենք կարող են վերջնակետին հասցնել այն, ինչ իրենք սկսել են Ուկրաինայում։ Ադրբեջանը այս պայմանությամբ պատրաստ չէ պատերազմել ոչ Ռուսաստանի դեմ, ոչ էլ նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ադրբեջանի շրջապատում կա ընդամենը մեկ երկիր, որի դեմ ինքը պատերազմական գործողություններ իրականացնելու մտադրություն եւ հնարավորություն ունի։ Հայաստանի Հանրապետությունն է, հետեւաբար այս զորավարժությունները ուղղված են Հայաստանի դեմ։ Իդեպ, նաև Իլհամ Ալիևի երկրում ավարտվեց հավերժական եղբայրությունը, հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունը։ Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Քաթարն էին միավորվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հրազդանի կիրճում ներկայացրել է բարեկարգման ծրագիրը, նախատեսելով մանկական ու մարզական գոտիների կառուցում ու կանաչապատում, ստեղծելով հարմարավետ ու հասանելի միջավայր երևանցիների ու քաղաքի հյուրերի համար։ Արևորթի 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կանցկացվի կենդանիների դիմակահանդես շքերթ միջոցառումը։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, շքերթին կմասնակցի շուրջ 400-ից 500 դպրոցահասակ երեխա, վտանգված եւ կարմիր գրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով եւ բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով։ Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1 տրիլիոն 904 միլիարդ 928 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ ավելի է 12.6%-ով։ Մասնավորապես Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13.5%-ով եւ կազմել 1.4 միլիարդ դրամ։ Տվյալները հայտնում էր վիճակագրական կոմիտեն։ Կենտրոնական բանկում կայացել է արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները, դրամավարկային եւ մակրոպրուդենցիալ քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային միջավայրում առկա ռիսկերը եւ դրանց հնարավոր ազդեցությունը երկրի ֆինանսական համակարգի վրա։ Կողմերը նաեւ կարեւորել են արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը, Հայաստանի մակրոտնտեսական կայունությանն ու ֆինանսական շուկայի զարգացմանը։
Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300,919։ 2025-ի հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1,505,123 զբոսաշրջիկ։ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը ահազանգեր է ստացել համայնքի մեղվապահներից մեղուների անհասկանալի վարքագծի մասին։ Նախնական տվյալներով ըստ համայնքապետարանի մեղուների վարքագծի պատճառը մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակն է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը, Մեղրիի համայնքապետարանը պաշտոնական գրությամբ դիմել է Սյունիքի մարզպետի աշխատակազմին համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար։ Մեղուները դուրս են գալի, չեն վերադառնում մեղվաընտանիքից։ Որդերը Սևանում են սատկում, ասենք որ պետք է դուրս գա դառնալ, որդը դուրս չի գալի։ Սևանում է սատկում, մասնագետ են գրավել թողան։ Սես բան չի եղել։ Մեր հարազատի մոտ անակատվել, մոր քուրիտողի մոտ անակատվել, դրա համար իմացել ենք, դեմոս մենք առնենք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի կատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը, այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը Ուկրաինայի ճգնաժամին նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը պաշտպանում է Կիևի ռեժիմին, աչք փակելով նրա գործողությունների վրա։ Ավելին, ընդհանուր տոնը ձևավորվում է հակառուսական ուղղությամբ, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը վերսկսել է իր կոչը քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը, զգուշացնելով, որ Իրան ճանապարհորդելը խստիվ արգելվում է։ Նախազգուշացումը բխում է օգոստոսի 28-ին Snapback մեխանիզմի ակտիվացումից և Թեհրանում Գերմանիայի դեսպանատանը հասանելի սահմանափակ ու պատասական ծառայությունների հետ մեկտեղ պատասխան գործողություններից։ Նաև զգուշացրել են, որ Գերմանիայի և Իրանի միջև չվերջները շուտով կարող են դադարեցվել, ինչը լրացուցիչ անորոշություն կստեղծի երկրում դեռևս բնակվողների համար։ Նիդերլանդները 2026 թվականին 234 միլիոն եվրոյի չափով ոչ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային, այդ թվում կարևորագույն ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսության և առողջապահության համար։ Այս գումարից 20 միլիոն եվրո կհատկացվի ականազերծմանը, արդարադատության և ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը, ինչպես նաև մշակութային ժառանգության վերականգնմանը։ Ճապոնիան մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը մեծացնելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Չինաստանից և Հնդկաստանից ռուսական նավթի ներմուծման նկատմամբ ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Միացյալ Նահանգների կոչը։ Տոկիոն շարունակում է զգուշանալ Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման ջանքերին միանալուց, հատկապես այն պատճառով, որ Ճապոնիան ինքն է շարունակում նավթ և հեղուկացված բնական գազ ներմուծել իր հարևանից։ Այն դեպքում, երբ շատ եվրոպական երկրներ կրճատել կամ դադարեցրել են ռուսական նավթի ներմուծումը, ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, դրանց թվում Հունգարիան, դեմ են արտահայտվել Ռուսաստանի էներգետիկ ոլորտին ուղղված Եվրամիության ավելի կոշտ առաջարկներին։